Բարև։ Գիտնականների կարծիքով մեր տիեզերքի էներգիայի 26.8%-ը կազմում է խորհրդավոր մի նյութ, որը ստացել է մութ նյութ անվանումը։ Մութ նյութը կարծես ուրվական լինի, ոչ մի դետեկտոր չի կարողանում այն ֆիքսել։ Գրեթե 100 տարի գիտնականները փորձում են որսալ այն, բայց անօգուտ։ Եվ ահա Վայցմանի ինստիտուտի ֆիզիկոսներն առաջարկել են սկզբունքային նոր միջոց։ Նրանք թորիում 229-ի ատոմը վերածել են մութ նյութի ամենազգայուն դետեկտորի։ Ինչու հենց թորիում 229-ը։ Սա բացառիկ իզոտոպ է։ Նրա միջուկը ունի գրգռման ամենացածր էներգիան բոլոր հայտնի իզոտոպներից, այնքան ցածր, որ այն կարելի է գրգռել ոչ թե կոշտ գամմա ճառագայթմամբ, այլ սովորական ուլտրամանուշակագույն լազերով։ Ֆիզիկոսների համար սա իսկական նվեր է։ Հենց այս անոմալիայի շնորհիվ թորիումը աներևակայելի զգայուն է դառնում ֆունդամենտալ հաստատունների փոքրագույն տատանումների նկատմամբ։ Ու ահա, թե որտեղ է առաջանում կապը մութ նյութի հետ։ Եթե այն գոյություն ունի գերթեթև մասնիկների տեսքով, ապա պետք է դրսևորի որոշակի հաճախականությամբ տատանվող ալիքի վարքագիծ։ Այդ տատանումները հազիվ նկատելի փոխում են ատոմական միջուկների զանգվածը, շեղելով նրանց էներգետիկ մակարդակները։ Սովորական ատոմներում էֆեկտը չնչին է, իսկ այդ թորիում 229-ում այն ուժեղանում է 100,000 անգամ։ Գիտնականները հորինել են էլեգանտ մեթոդ։ Նրանք գրգռում են թորիումի ատոմը լազերով ու ուշադիր վերլուծում սպեկտրալ գծի ձևը։ Մութ նյութը պետք է արտահայտվի որպես յուրահատուկ աղավաղում, օրինակ գծի ընդլայնման կամ ֆիքսված հաճախականություններում կողային գծերի առաջացման տեսքով։ Մեթոդի զգայունությունը ահռելի է։ Առաջին գիտափորձերը անցկացվել են կալցիումի ֆտորիդի բյուրեղների հետ, որտեղ ավելացվել են թորիում 229-ի ատոմներ։ Լազերը սկանավորել է հաճախականությունները 2 րոպեի ընթացքում, ինչից հետո գրեթե 3 րոպե գրանցվել է տրոհվող ատոմների ֆլուորեսցենցիան։ Այդ ընթացքում ռեզոնանսային գծի լայնությունը կազմել է մոտ 20 գիգահերց։ Առայժմ դա բավարար էր լավագույն ատոմական ժամացույցների ճշգրտությանը հասնելու համար, սակայն սա դեռ ընդամենը առաջին քայլն է։ Վերջերս գիտնականներին հաջողվել է կրճատել գծի լայնությունը մինչև 300 կիլոհերց, այսինքն 66,000 անգամ։ Սա արդեն համեմատելի է համաշխարհային ռեկորդների հետ։ Ավելին, երբ հետազոտողները ցուցանիշը հասցնեն 100 հերցի, ինչը իրատեսական է թորիումի սառեցված իոնների դեպքում, զգայունությունը կավելանա ևս հազարավոր անգամներ։ Այդպիսի միջուկային ժամացույցը կկարողանա որոնել ոչ թե մութ նյութի մեկ հիպոթետիկ տեսակ, այլ մի ամբողջ սպեկտր սկալյար դաշտեր, աքսիոններ, դիլատոններ։ Այս տեխնացուներից յուրաքանչյուրը յուրովի է աղավաղում միջուկային անցումները, այնպես որ ազդանշանի ձևից ելնելով հնարավոր կլինի ոչ միայն ապացուցել մութ նյութի գոյությունը, այլև հասկանալ ինչ է այն իրենից ներկայացնում։ Գիտնականները զգույշ են, բայց չեն թաքցնում ոգևորությունը։ Թորիում 229-ի հիման վրա միջուկային ժամացույցները մեզ համար նոր պատուհան են դեպի տիեզերք։ Դրանք թույլ են տալիս որոնել այն, ինչ նախկինում համարվում էր ամբողջությամբ անորսալի։ Ալկոհոլի նկատմամբ հակումը կարող է լինել ոչ այնքան մշակութային ֆենոմեն, որքան հնագույն էվոլյուցիոն ժառանգություն։ Նոր տվյալները ցույց են տալիս մարդու ամենամոտ ազգականը շիմպանզեն, պարբերաբար էթանոլ է սպառում սննդի հետ միասին։ Վաղուց կա կարծիք, որ ալկոհոլի հետ հոմո սապիենսի կապը ունի հնագույն արմատներ։ Ավելի քան 20 տարի առաջ ամերիկացի կենսաբան Ռոբերտ Դադլին առաջ էր քաշել հիպոթեզ, որը ստացել էր հարբած կապիկի հիպոթեզ անվանումը։ Նա ենթադրել էր, որ էթանոլի նկատմամբ պրիմատների հոտառական ու համային հակումը թույլ էր տալիս նրանց հայտնաբերել ամենահասած պտուղները։ Ի վերջո, հենց գերհասած մրգերում են խմորիչները տրոհում շաքարը, որից էլ առաջանում է սպիրտ։ Կապիկների համար դա ազդանշան էր, պտուղը քաղցր է, սննդարար, էներգիայով հարուստ։ Սակայն երկար ժամանակ հիպոթեզը մնում էր որպես գեղեցիկ գաղափար։ Գիտական հանրությունը թվեր էր պահանջում, որքան ալկոհոլ են իրականում պրիմատները ստանում իրենց բնական սննդակարգից։ Համարվում էր, որ հնարավոր է խոսքը գնում է պատահական էպիզոդների մասին։ Այժմ մենք ունենք պատասխանը։ Գիտնականների միջազգային խումբը մեկնել է Ուգանդայի ու Կոտ դ'Իվուարի ազգային արգելոցներ։ Հենց այստեղ են ապրում վայրի շիմպանզեների խմբերը, որոնց սննդային սովորությունները կարելի է ուսումնասիրել բնական միջավայրում։ Սկզբում հետազոտողները ֆոտոծուղակներով ֆիքսել են, թե կոնկրետ ինչ պտուղներ են կապիկները ամենից հաճախ ուտում։ Ուգանդայում կապիկների սիրելի պտուղը Ficus mucosothrusն էր, իսկ Կոտ դ'Իվուարում Parinari excelsa մշտադալար ծառի պտուղները, որը դելիկատես է նաև փղերի համար։ Դիտարկումներից հետո գիտնականները հավաքել են նույնպիսի պտուղներ ու տարել լաբորատորիա։ Արդյունքները տպավորիչ են։ Պտուղների բոլոր նմուշներում հայտնաբերվել է 0,3-ից 0,4% էթանոլ։ Թվում է քիչ է, սակայն պետք է հիշել, շիմպանզեները մրգերի մեծ սիրահար են։ Հասուն առանձնյակը օրական ուտում է իր զանգվածի 10%-ի չափ։ Դա օրական մոտ 14 գրամ մաքուր սպիրտ է։
Որպեսզի մեր հեռուստադիտողին ավելի հեշտ լինի պատկերացնել, գինու ստանդարտ գավաթը պարունակում է մոտ 12 գրամ ալկոհոլ։ 70 կիլոգրամ կշռող մարդը ազդեցությունը կզգա խմելով 2 գավաթ։ Շիմպանզեն կշռում է մոտ 40 կիլոգրամ ու ըստ էության օրական ստանում է ալկոհոլի նույն դոզան, սակայն մրգերի տեսքով։ Այս տվյալները հաստատում են էթանոլի պարբերաբար սպառումը ոչ միայն շիմպանզեի, այլև մեր նախնիների էվոլյուցիոն միջավայրի մասն էր։ Հոմինիդները նույնպես սնվում էին բնական ֆերմենտավորման ենթարկվող պտուղներով, իսկ դա նշանակում որ մարդկային ուղեղը կարող է ժառանգել հնագույն մեխանիզմը ընկալելով ալկոհոլի համն ու հոտը որպես պարգևի ազդանշան, ասոցացված թանկարժեք շաքարների ու էներգիայի հետ։ Սակայն կա կարևոր տարբերություն։ Շիմպանզեների համար ալկոհոլը սննդակարգի կողմնակի էֆեկտ է։ Նրանք այն նպատակային չեն փնտրում ու չեն կոնցենտրացնում։ Մարդը գնացել է այլ ճանապարհով, սովորել է արտադրել ալկոհոլային խմիչքներ, հասցնել սպիրտի կոնցենտրացիան տասնյակ տոկոսների ու սպառել այն հենց էֆեկտի համար։ Այստեղ էլ արմատական տարբերությունն է ու հենց այս պատճառով է մարդկությունը բախվել ալկոհոլիզմի խնդրի հետ, որը մյուս պրիմատների մոտ գոյություն չունի։ Սակայն հետազոտությունը չի սահմանափակվել միայն դոզավորումները հաշվարկելով։ Գիտնականներն անցկացրել են ունիկալ գիտափորձ։ Նրանք անմիջապես ծառերի տակից հավաքել են շիմպանզեների մեզը ստուգելու համար արդյոք կենդանիների օրգանիզմը յուրացնում է էթանոլը։ Այս նմուշները հիմա վերլուծում են ու արդյունքները կարող են ավելի ճշգրիտ ասել, թե ինչպես է սպիրտը ազդում պրիմատների վրա։ Շաբաթվա գիտական տերմինը ինֆլատոնն է։ Ինֆլատոնը հիպոթետիկ կվանտային դաշտ է ու այդ դաշտի հետ կապված մասնիկ, որոնք տիեզերագիտական մոդելների համաձայն տիեզերքի առաջացման պահին բերել են տարածության սրընթաց ընդլայնման։ Այս process-ը ստացել է տիեզերագիտական ինֆլյացիա անվանումը։ Այս մոդելների համաձայն ինֆլատոնի դաշտի էներգիան շատ կարճ ժամանակով գտնվել է պոտենցիալի հատուկ վիճակում, ինչի պատճառով տարածությունը սկսել է էքսպոնենցիալ ընդլայնվել լույսից էլ արագ։ Երբ դաշտը անցում է կատարել ավելի կայուն վիճակի, էներգիան անջատվել է վերածվելով նյութի եւ ճառագայթման։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։